Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ըստեյությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալ ենք մեր հրավեր ընդունելու համար։ Պարոն Առաքելյան, Կիրակի մարտի 30-ին Փարաքարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ձեր կուսակցության թեկնածուն հաղթանակ տարավ։ Ինչպես հաղթեցիք ՔՊ-ին, որն է ձեր հաղթանակի գաղտնիքը։ Փարաքարի ընտրությունները այո բավականին կարևոր էին կուսակցության համար նաև այն առումով, որ 3 տարուց ավել է պայքարում ենք անարդարության դեմ, դեռևս 21 թվականի ընտրություններից հետո դատական գործընթացներ, նաև համայնքում անարդյունավետ կառավարում, որի ընթացքում անընդհատ խնդիրներ եւ ի վերջո հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունները եւ այս տարիների ընթացքում մեր թիմը Վալոդիա Գրիգորյանի գլխավորությամբ շարունակեց մնալ համայնքի բնակիչների կողքին եւ ամրապնդեց իր վստահությունը, որը նաև ընտրությունների ժամանակ արձանագրվեց հաղթանակով։ Այսինքն այսպես փաստացի ինչ-որ գաղտնիք չկա։ Ընտրությունները հաղթելու գաղտնիքը, թե ոչ միայն փառակարում ընդհանրապես մեր պատկերացրածները պետք է աշխատել մարդկանց հետ, որովհետև այն մոտեցումը, որ անընդհատ դժգոհել մարդկանց անտարբերությունից, մարդկանց վարքագծից, այսպես ասած մարդկանց չհասկացված լինելուց, դա պետք է թողնել մի կողմ եւ շփվել մարդկանց հետ, աշխատել, վստահություն վաստակել եւ վերջում վերել տեղամաս ընտրելու, որպեսզի նաեւ մարդկանց այդ վստահությունը, մարդկանց հիասթափությունը, խոսքը մեկ ուժի մասին չէ, ընդհանրապես քաղաքական դաշտից, քաղաքական process-ներից հասարակության մի զգալի հատված հիասթափված է։ Հետեւաբար մեր խնդիրը որպես քաղաքական ուժեր պետք է լինի մարդկանց հետ աշխատելը եւ ուղիղ ոչ թե քաղաքական դաշտում անընդհատ այդ բանավեճերը, կռիվները, այսպես ասած, որից ավելի հիասթափվում հասարակությունը, ուղղակի շփվել մարդկանց հետ աշխատել եւ վստահ եմ հենց դրա միջոցով է հնարավոր ԿՊ-ին հաղթել։ Պարոն Առաքելյան, Ապրելու երկիրը հայտնի է որպես Ռուբեն Վարդանյանի կուսակցություն, ով այս պահին գերեվարված է, գտնվում է Բաքվի բանտում։ Ինչպես է ստացվում, որ այսպես ասած կուսակցության առաջնորդը այստեղ չէ, Բաքվի բանտում է, բայց կուսակցությունը կարողանում է շարունակել իր գործունեությունը եւ նման նույնիսկ հաջողություններ գրանցել, որտեղ որպես կանոն, երբ առաջնորդը չկա, այսպես ամեն ինչ կազմաքանդվում է։ Ռուբեն Վարդյանը մեր գործընկերն է կուսակցության, աջակցել է եւ գաղափարակից եւ նաեւ տարբեր ծրագրերով եւ այս բանը այո պարոն Վարդյանի Բաքվի բանտում գտնվելը մեզ ավելի պարտավորեցնում լինել ավելի ակտիվ ու այն գաղափարները, այն արժեքները, որը պարոն Վարդյանը կիսում է եւ նաեւ ամրապնդել է մեր թիմակիցների մոտ ու առավել եւս հիմա, երբ Հայաստանը գտնվում է բավականին բարդ մարտահրավերների առջեւ, մեր թիվը այլ ճանապարհ չունի, քան ավելի ուժեղ լինել եւ գնալ նաեւ այն նպատակների, այն երազանքների ճանապարհով, ինչը որ պարոն Վարդյանի հետ ունենք եւ վստահ եմ, որ պարոն Վարդյանի վերադարձը կշարունակի մեզ ավելի ուժեղացնել։ Ալավերդիում քաղաքացիական պայմանագիրը ձեր խմբակցության անդամներին զրկեցին 9 անդամի զրկեց մանդատից եւ մնացածը կարծես ինքնաբացարկ արեցին։ Ինչ եք պատրաստվում անել Ալավերդիում։ Ալավերդիում այդ իշխանազավթման process-ը նախորդ տարի, տարեվերջին, երբ որ տեղի ունեցավ 23 թվականի ԿՊ-ի հերթական ապօրինի դրսևորման ձևերից մեկն էր թիմ ընտրությունների վերաբերյալ, դրա մասին բազմիցս խոսել ենք։ Դրանից հետո, ասած, արդեն շարունակում են հետապնդել նաև մեր թիմի, մեր համայնքապետի նախկին Արկադի Թամազյանի ստվերը դեռևս հանգիստ չի տալի Ալավերդու ԿՊ-ականներին եւ նրանք նաև հերթական անգամ ապօրինի ձևով հիմա էլ մանդատներից են զրկել, պատճառաբանելով, որ իբրև նիստերի չեն գնացել, այո մենք նիստերի չենք գնացել, սակայն կա նաև հստակ պատճառաբանություն, խոսքը իրավական ճանապարհով մենք վիճարկում ենք, դեռևս դատական փուլում ենք գտնվում այդ ապօրինությունների մասով, առաջիկայում նաև համանդրական դատարան ենք դիմելու, հետեւաբար քաղաքական բոյկոտը համարում է հարգելի, բայց սա ԿՊ-ի վարքագիծն է, իրավական ճանապարհներից այնպես չէ մեծ հույս ունենք, քանի որ առավել եւս քաղաքական գործընթացներում դատական համակարգը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգներն է կատարում, այդ տեսանկյունից քաղաքական պայքարը շարունակվում է, մեր թիմը կա ուժեղ է, ինչպես Փարաքարում նշեցի, անկախ ոնց որ այնտեղ էր, 3 տարի անարդարության դեմ ենք պայքարում, վստահ եմ հասարակությունը, քաղաքացիները ամեն ինչ լավ տեսնում են, այն կարճ ժամանակահատվածում, որ մեր թիմը Ալավերդիում ղեկավարում էր, բազմաթիվ ծրագրեր իրականացվելիցին եւ հիմա տարուց ավել է այնտեղ ԿՊ-ն իշխանություն է ունենալով նաեւ կառավարության աջակցությունը բաց է, բոլորը կարող են գնալ
տեսնել քաղաքացիների հետ շփվել, թե այս 1 տարվա ինչպեսի անգործության է մատնված այդ հրաշքամայնքը։ Ձեր խոսքում են նշեցիք, որ այսպես մեծ ակնկալիքներ չունեք այս իրավական գործընթացներից, եթե ձեր ցանկալի արդյունքը չստանաք, որ ձեր քայլերը որոնք են լինելու հաջորդիվ։ Հաջորդիվ ընդհանրապես կուսակցության հաջորդ քայլը առաջիկա ընտրություններն են կլինի հերթական թե արդար, դրա շրջանակներում անելու ենք առավելագույնը, որ այս իշխանությունը հեռանա, որ դա նաև հնարավորություն կտա ժողովրդավարության հիման վրա նաև տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ որ խնդիրներ են եղել, այդ խնդիրները լուծում տալ, բայց ի վերջո մենք բոլոր տեղերում, ինչպես Փարաքարում, մենք ճանապարհը տեսնում ենք միշտ ընտրությունները, որտեղ Փարաքարում էլ թեև եղավ անարդարություններ, բայց այն մթնոլորտը որ կար, մենք միշտ պահանջում առաջարկում ենք, եկեք արտահերթ ընտրություններ անենք, թող ժողովուրդը որոշի ով է իշխանությունը։ Նույնը Ալավերդիում մենք բազմիցս ասել ենք, հիմա իշխանություն են իրանք։ Եկեք անենք արտահերթ ընտրություններ, այսինքն իրանք լինելով գործող իշխանություն կմնան կշարունակեն պաշտպանել, այսպես ասած, ընտրությունները կանցնի իրենց ղեկավարման օրոք։ Ցանկացած պահի մենք պատրաստ ենք նոր ընտրությունների, եթե իրենք համարում են, որ իշխանություն են ու վստահ են իրենց հաղթանակում, իրենց ծրագրերով, որովհետեւ այս մթնոլորտը հաղթահարվի, քանի որ ընդհանրապես համայնքներում, երբ տեղի ունենում այսպիսի կոնֆլիկտներ, դա միայն վնասում է համայնքին, գաղտնիք չէ, որ հասարակության ինչ-որ մի հատվածը մի թիմին է աջակցում, մյուս հատվածը մյուս թիմին, ինչ-որ խմբային, անձնական խնդիրներ չասեմ, բայց այդ մթնոլորտը շատ վատ է, իսկ շատ կարող է համայնքը լինի կուռ, ամուր, հետեւաբար մենք լուծումը տեսնում ենք արտահերթ ընտրությունները, որտեղ հստակ հաջողություն կգրանցվի եւ մենք այն համայնքներում էլ որտեղ որ մենք չենք հաղթել կամ արձանագրել ենք այլ արդյունք, ընդունում ենք ընտրությունների արդյունքները, այնպես ինչպես հասարակությունը քվեարկել է, հետեւաբար Ալավերդիում ենք լուծումը տեսնում ենք արտահերթ ընտրությունների տեսքով։ Պարոն Արաքելյան, ինչպես է ստացվում, որ Փարաքարում դուք ձեր տեխնացուն այսպես մեծ հաղթանակ եք անում, բայց օրինակ Գյումրիում նույն օրը անցկացված ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթարում, ինչով է դա պայմանավորված։ Նորմալ է, որովհետև տարբեր համայնքներում ունենք տարբեր ռեսուրսներ, տարբեր ազդեցություն, մարդկանց այդ աշխատանքները տարբեր արդյունք է տալիս, բնական գործընթաց է ցանկացած քաղաքականուշ տարբեր համայնքներում, տարբեր շրջաններում տարբեր վարկանիշ է ունենում։ Հիմա Գյումրիում թեև այո մենք չհաղթարեցինք շեմը, բայց նախորդ ընտրությունների համեմատ եթե նայենք, փոքր ավելի շատ ձայն էինք հավաքել, այդ տեսանկյունից մեր թիմի աշխատանքը դրական են գնահատում, հաշվի առնելով, որ ձայները ավելացել են, բայց մոտ 2 անգամ ավել մասնակցության արդյունքում չստացվեց այդ 4%-ը հաղթահարել, բայց Գյումրին որպես հանրապետության երկրորդ քաղաք այդ եղած արդյունքը իհարկե շեմը չենք հաղթահարել, բայց այդպես շատ ծանր մեծ ողբերգություն չենք համարում, ինչի համար, որովհետև մենք 20-ից ավել համայնքներում այս ընթացքում մասնակցել ենք ընտրություններին ու գրեթե բոլորում հաղթահարել ենք շեմը, շատ կարևոր ենք համարում, որովհետև քաղաքական կուսակցության գործունեության կարևոր ճանապարհներից մեկը պետք է լինի ընտրությունների մասնակցելը, որովհետև շատ հեշտ է հիմա անկախ առանց անուններ տալու այսպես նստել Երևանում ու քննադատել, հա, Գյումրիում ընտրություններում սա այսքան ձան հավաքեց, նա չհավաքեց, ու եկեք մասնակցեք ընտրությունների, հաջողեք, պարտվեք, հաղթեք, այսինքն միայն ընտրություններով, այսինքն որովհետև հասարակության վստահությունը վերջո արձանագրվում է արդյունքներով։ Դրա համար մենք նորմալ process է մեր համար, այսինքն առաջի ու վերջի ընտրությունը չի, մենք ինչքան ընտրություն ստացվում է մեր ռեսուրսներով մասնակցում ենք, որը նաև ուժեղացնում է կուսակցությանը եւ նաև քաղաքական լավագույն ճանապարհն ենք համարում մենք դա։ Այսինքն բավարար կերպով այսպես գյումրեցիներին չէիք ներկայացրել ձեր անելիքները, ձեր ծրագրերը։ Տարբեր հանգամանքներ կան, հա, կախված չէ, տեսեք ինչ ուժեր են մասնակցում։ Բնական է, որ մասնակից ուժերի մի մասը ունեցել է ավելի մեծ հանրային ռեսուրս, հաշվի առնելով նախկինում որ կարգավիճակ ունենալ է Գյումրիում, հա, այսինքն խոսքը բացի ԿՊ-ից մնացածն է։ Էլ ասում ցանկացած տեղ մեր թիմակիցները կարող են ունենալ տարբեր ազդեցություն, տարբեր վարկանիշ։ Մեր նպատակն է ամրապնդել այդ ազդեցությունը, վարկանիշը, հիմա նորմալ է հաջորդ ընտրություններին վստահ եմ ավելի մեծ արդյունք կարձանագրենք։ Պարոն Արաքելյան, վստահ եմ տեղյակ եք Գյումրի ընտրություններում այսպես խախտումների մասին, ինչպես կգնահատեք ընդհանուր այդ ընտրությունները, քանի որ այնտեղ նաև հոսանքազրկում եղավ, երբ որ արդեն հաշվարկեր տեղի ունենում, այս մասով ինչ կասեք։ Ընդհանրապես գլխավոր հա երկու մասի բաժանենք, հա, զուտ ընտրական այդ process-ը, այդ ընտրության օրը ու միջ այդ տեղի ունեցողը։ Անկեղծ լինենք ընտրության օրը խախտումներ արդեն բազմաթիվ է, դեռևս տարիներ առաջ, 18 թվականից առաջ կարող ենք ասել, որոշ ընտրություններ տեղամասում ավելի հարթ են անցնում, քան նախորդ ընտրությունները, այսինքն փաստացի
Եթե հիշում ենք նախկին ընտրությունների ժամանակ են լցոնումները, հա, ուրիշի տեղ քվեարկությունները, հիմա իրականությունը դա է, չկա, չենք կարող մենք խաբել ասել, գիտեք ինչ տեղամասում ինչ որ ահռելի խախտումներ է իրականացվում։ Հիմա իհարկե կային մի փոքր ասենք լինում բաց քվեարկություն, ուղղորդումներ, բայց դրանք այն չեն, որ կարելի է ասել, տես խայտարակ ընտրություններ են, բայց միջ այդ տեղի ունեցածն է կարևոր, այսպես ասած, տեղամասից դուրս, որը հայտնի վարչական ռեսուրսն է։ Այսինքն մարդկանց նկատմամբ ճնշումներ, ընդ որում խոսքը միայն ընտրողները չի։ Ընտրական process-ը մենք չնայենք այդ քվեարկության կամ ընտրողի վարքագիծը, հա, երբ որ դու ճնշում ես իրականացնում ընդդիմադիր տեխնացուների, ցուցակի մարդկանց, երբ որ ցուցակում հայտնվում են մարդիկ, ովքեր ինչ որ պետական կամ համայնքային ինչ որ տեղ են աշխատում, չէ՞, միանգամից սկսում են այդ մարդկանց վրա ճնշումները, ցուցակից դուրս եղեք, խոսքը մենք Գյումրիում չէ, ինչպես նշեցի, մենք էլ բազմաթիվ տեղեր նման խնդրի հետ առնչվել ենք, հա, այդ ձերբակալություններ, այն որ եթե կան նաև այլ ուժերի կողմից խախտումներ, հանցագործություններ, միանշանակ պետք է պատժվի, բայց ունենում ենք այն վարքագիծը իշխանությունների, որ այս 7 տարի, հա, այդ բռնել բաց թողել, այսինքն այդ ընտրական process-ում ինչ որ մարդկանց նկատմամբ միայն ընտրությունների ժամանակ են հիշում, որ ինչ որ մարդիկ հանցագործություն են կատարել, այսինքն սա ավելի մեծ ազդեցություն է ունենում ընտրությունների վրա։ Երբ որ այսպես ասած ընտրողներին թողում են մի կողմ, սկսում են մրցակիցների վրա ճնշումներ գործադրել, դրան անհավասար պայմաններ է ստեղծվում։ Սկսած նույն պետական բոլոր ռեսուրսները օգտագործվում է, չէ, որի մի մասը երևացող է, մի մասը չերևացող, հա, ուժային կառույցներն են ներգրաված, բոլոր ծառայությունները խոսքը մենք Գյումրիից չէր, հա, Երևանից էլ, այսինքն ամբողջ ռեսուրսը ներդրված էր, ինչքան կա, մի մասը բաց է, հրապարակային, մի մասն էլ այնպես, որը իրականում այնց դա է, որ արդար չի, այսինքն անհավասար պայմաններ է ստեղծվում մասնակից ուժերի մոտ, որը հնարավորություն չի տալիս, հա, նույն այդ իրենց ռեսուրսները օգտագործել, որ մարդիկ գան իրենց օգտին քվեարկեն։ Այսինքն սա ավելի լուրջ խնդիր է, քան այդ քվեարկության ժամանակ ինչ որ փոքր դրվագները, որը այդ օրը հատենց հագեցած նաև լրատվամիջոցներն են արձանագրում ու նաև շատ կարևոր է արձանագրել, որ այդ օրվա խախտումների արձանագրման այդ վարքագծի մեջ նաև արդյոք թվերավ եւ ձեզ եւ նաև մյուս լրատվամիջոցներին եմ շնորհակալություն հայտնում, նաև փառաքարում մի քանի դեպքեր եղավ, որոնց լրատվամիջոցների արկայությունը այս քպարականների զգոնությունը բարձրացնում է, հա, գոնե մի պահ խուսափում են, հա, ինչպես միշտ գալի մեղայական են գալիս, չէ, սխալ եք տեսել չի եղել, այսինքն դա էլ է շատ կարևոր, որ նաև այդ օրվա վերահսկողությունը լինի, բայց ամեն դեպքում կարող ենք ասել, որ ճիշտ կազմակերպման, հիմա նույն խնդիրը եղել է փառաքարում, այնպես չի փառաքարում առելի վարչական ռեսուրսներ մեր Վալոդիա Գրիգորյանի եղբորը եւ ընկերներին էին կալանավորել ընտրություններից առաջ անիմաստ մի միջադեպի հետ կապելով իրենց արկայությունը, այսինքն բազմաթիվ ռեսուրսներ, ընդ որում ոչ միայն փառաքարից, այլ նաեւ կառավարության ինչ որ անդամներ, ովքեր ներգրաված են գործընթացներով իրենց ռեսուրսները, հետո այդ վարչական ռեսուրսի օգտագործումը բոլոր տեղերը կա, բայց սա է մեր իշխանությունը, պետք է պայքարել, այսինքն ասել դե գիտեք ինչ սրանք ընտրությունները կեղծում են, վարչական ռեսուրս, տենց ինչ անենք, ամեն ինչ թողենք գնանք տուն, դա հնարավոր չէ։ Այսինքն ինչ պետք է անել, պետք է դրա դեմ դիմադրել, ունենալ ռեսուրս, ունենալ ուժ, ունենալ ավելի մեծ վստահություն։ Հիմա եթե ամփոփենք, մենք հավաքել ենք 57%։ Եթե լիներ իդեալական, ժողովրդավարական արդար ընտրություններ առանց վարչական ռեսուրսներից, վստահ եմ 10-15% ավելին կհավաքեինք։ Այսինքն խնդիրը դա է, հիմա որտեվ ասում են այ որ քպարականներն են ասում, դե տեսեք ինչ ժողովրդավարական է, դուք հաղթել եք։ Այո, մենք հաղթել ենք, բայց ժողովրդավարականի պարագայում ավելի շատ ձայներ կհավաքենք, որտեվ այո, առանց մեծամտության մեր վարկանիշը այնտեղ մենք գնահատում ենք մինչև 70%, բայց վարչական ռեսուրսը բնական է, ինչ որ մարդկանց կաշկանդում է, ինչ որ խնդիրներ է առաջացնում, բայց սրա դեմ պետք է պայքարել ու ընտրություններով այս իշխանությանը հեռացնելուց հետո վստահ եմ կստացվի ավելի լավ համակարգ ունենալ ընտրականը։ Նշում եք, որ ի տարբերություն նախկինում այդ լուծոնումները չկան եւ վարչապետներ, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ քպականներն ասում են, հենց Նիկոլ Փաշինյանն էլ նշում է, որ այս ընտրությունները Փարաքարում եւ Գյումրիում տեղ ունեցած, մասնավորապես Փարաքարում, ապացուցում են, որ Հայաստանում քաղաքացին ինքն է որոշում ընտրություններով, այսինքն արդար ընտրությունները այս իշխանության ձեռքբերումն է, այսպես ասած։ Դե նշեցի, որ հիմա հաջողվում է մեզ հաղթել ընտրությունները, ելի ենք հաղթել նոյեմբերյանում, խոսեցինք Ալավերդիում ենք հաղթել, Տաթև համայնքում համատեղ կառավարում ենք իրականացնել, հաջողվում է, բայց ելի ջանք է պետք, այսինքն դու պետք է ջանք գործադրես այդ իրենց վարչական ռեսուրսի դեմ, այսինքն ունենաս թիմակիցներ, որոնք ամուր են, չեն կոտրվում, այդ ճնշումներին դիմանում են, չէ՞, հիմա տեսեք մարդկանց ձերբակալում են տարբեր տեղեր, այսինքն խնդիրը այն չէ, որ տենց իշխանությունը իդեալական պայմաններ է ստեղծել, խնդիրը այն է, որ ընդդիմությունն էլ ունի կարիք ավելի ուժեղ լինելով, որ այս ամեն ինչին դիմադրելու է, այնպես չէ, որ տենց իշխանությունը նույն Փարաքարում կամ մնացած տեղ տենց հեշտ
պարտվում է ու նաև շատ տեղեր ականատես ենք լինում, որ պարտությունից հետո սկսում են արդեն հիշել այդ իրավական խնդիրները ինչ որ անձանց նկատմամբ։ Պարոն Արաքելյան, եթե օրինակ Գյումրիում ձեր կուսակցությունը անցողիկ շեմը հաղթահարեր, կաջակցեիք Վարդան Ղուկասյանին։ Մենք նախորդ եւ Գյումրիում եւ մնացած տեղերում, բայց մասնավորապես Գյումրիում հայտարարել ենք, որ մեր քվեարկությամբ որովիցե կամ ոչ մենք քվեարկությամբ չքվեարկելով, նիստերին գնալով, չգնալով, այնպես չէինք անելու, որ ԿՊ-ն դառնար իշխանություն։ Հետևաբար հիմա տենց թե ինչպեսի իրավիճակ կստեղծվեր, ով քանի մանդատ կունենար, բայց այն իրավիճակը, որը կստեղծվեր, որտեղ կլիներ ԿՊ-ի ընտրվելը կամ ընդդիմության ընտրվելը, անկախ նրանից ով կլիներ տեխնացուն, որովհետև ի վերջո մենք հարցը անձին չենք կարևորում, եթե ժողովուրդը ընտրել է ԿՊ-ից հետո մեկ այլ տեխնացուի, որին ուզում էր, որ լիներ քաղաքապետ ԿՊ-ի դիմաց, հետևաբար մենք էլ որպես ընդդիմադիր ուժ անելու ենք ամեն ինչ, ինչպես արել ենք բազմաթիվ համայնքներում, որ այլանց լիներ ԿՊ-ի փոխարեն ամենքապետ։ Եվ տեսեք, Փարաքարում հաղթել է փաստացի ընդդիմադիր ուժը, Գյումրիում էլ այսպես ընդդիմադիր ուժերը փորձում են կոալիցիա կազմել, միավորվել, այսպես զայն տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի ելի ԿՊ-ի քաղաքապետ չունենա։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքացիական պայմանագրի պարտությունը Փարաքարում, գուցե նաև Գյումրիում, ամբողջ հանրապետության վրա, որտեղ շատերը նշում են, որ այս ընտրությունները 2026-ի ընդառաջ ընտրություններին շատ կարևոր էին։ Այս ընտրությունները ոչ պետք է ընտրությունների ազդեցությունը ոչ պետք է թերագնահատել, բայց ոչ էլ պետք է գերագնահատել, որովհետև խոսքը պես չէ, որ այստեղ պարտվեցին վերջ, ԿՊ-ն արդեն հրաժեշտ է տալիս իշխանությանը նախ 26 թվականին, եթե առնվազն այս պահին արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկա, հետաբար 1 տարի հետո տեղի ունեցող իրադարձությունների վրա պետք է անկեղծ լինենք, այս ընտրությունների ազդեցությունը գնալով թուլանալու է։ Այսինքն մենք այսօր ենք խոսում, բայց 1 ամիս, 2 ամիս հետո որ խոսենք, տենց Գյումրիի կամ Փարաքարի հաղթանակը չի շարունակելու մնալ քաղաքական դաշտի կարևորագույն օրակարգը, ակնհայտ է դա, էլ չասած մի տարի հետո։ Հետևաբար ինչի համար եմ ասում, պետք չէ հերթական անգամ հասարակության մոտ ինչ որ տենց գերագնահատված հույսեր արտասնել, որ վերջ Գյումրիում կամ Փարաքարում ԿՊ-ն պարտվեց, Ժորժ ջան, հեսա երկու բան մնաց Նիկոլ Փաշինյանը, այդպեսի բան չկա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ցավոք շարունակում է մնալ վարչապետ ու առաջիկայում է կմնա վարչապետ մինչև ընտրությունները, ու առնվազն եթե ինչ-որ ֆորս մաժորներ չլինի, բայց երկու կարևոր հանգամանք կա, առաջինը ԿՊ-ի պարտությունը, այո, թուլացնում է իշխանությանը, որովհետև ի վերջո այդ ընտրություններում այդ տեղական ռեսուրսները կարևոր են։ Մեկ այլ բան է ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Գյումրիում ունենա ԿՊ-ական քաղաքապետ, մեկ այլ բան է չունենա, նույն այդքան խոսեցինք այդ վարչական ռեսուրսից, որը ինչ որտեղ թուլացնում է ինչպես բազմաթիվ համայնքներում։ Եվ երկրորդը գուցե երևի ավելի կարևոր, սա շատ կարևոր արձանագրում է հասարակության համար ու նաև ինչ չէ որոշ քաղաքական ուժերի համար։ Սրա մասին մենք խոսում ենք արդեն 3 տարի, որ իշխանության հեռացման շատ արդյունավետ ճանապարհ է, գուցե այս պահին արդեն երևի միակ արդյունավետ ճանապարհը ընտրություններն են։ Ցավոք մենք տեսնում ենք, որ այլ տարբերակներով չի աշխատում, այսինքն հասարակությունը կամ չի մոբիլիզացվում փողոցում, կամ ոչ արդյունավետ առաջնորդության պատճառով մոբիլիզացված հասարակությունը չի հասնում հաջողության, հետաբար ակնհայտ է, որ մենք գնում ենք ընտրություններին։ Սա պետք է դաս լինի, օրինակ լինի հասարակության համար, որ Ժորժ ջան, տեսեք, ընտրություններով հիմա Փարաքարում մենք ընտրություններով հաղթել ենք։ Ակնհայտ արձանագրվել է, որ ԿՊ-ին հաղթել ենք։ Նույնիսկ կապ չունի, որ մենք ենք հաղթել, հա, Փարաքարը մի համայնք է, չեմ ուզում տես գերագնահատել, որ մենք հաղթել ենք, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու հենց մեր մասնակցության պարագայում։ Բայց Փարաքարում ԿՊ-ի պարտությունը խոսում է այն մասին, որ եթե դու գնում ես ընտրության, հնարավոր է ԿՊ-ին հաղթել։ Ինչի համար, որովհետև տեսեք, նույն Գյումրիում ԿՊ-ն այդ վարչական ռեսուրսով հավաքեց 17000 ձայն։ Լավ, ինչ որ ձայներ ունեն, չասենք միայն վարչական ռեսուրսը, հիմա մարդիկ են ԿՊ-ն ընտրում, իրենց տեխնացուն եւ այլն։ Բայց եթե մնացած ուժերին չգնային ընտրեն, մարդիկ հիասթափվեն, այս 47000 քվեարկության փոխարեն եթե մասնակցային օրինակ 35000 կամ 30000, ԿՊ-ն 50-ից ավել կհավաքի։ Հետևաբար սա շատ կարևոր արձանագրում է, որ մեկ անգամ եւս որ ցանկացած ընտրության պետք է գնալ։ Կային բազմաթիվ տեխնացուներ, հա, հիմա մի մասը ընտրեց մեկին, մյուսին, մեզ, այն մյուսին, բայց չընտրեց ԿՊ-ին։ Հենց այդ ԿՊ-ին չընտրելու շնորհիվ, երբ որ եղավ 47000 մասնակցություն, ԿՊ-ի ձայները չհերիքեց, որտեղ իրանք ինչ են հաշվում, որ վարչական ռեսուրսով, իրանց ռեսուրսներով կունենային մի 15000 ձայն։ Ու այդ 15000 ձայնը 47000 ձայնի շնորհիվ բերեց իրանց պարտության։ Հետևաբար նույնը Փարաքարում։ Հիմա մենք հավաքեցինք 57%, եղավ ավելի բարձր մասնակցություն։
Մայթը մի փոքր կլներ ցածր, հա մենք չհավաքեինք այդքան, հավաքեինք ասենք 47% ու ԿՊ-ն մյուս ուժերի հետ ավելի շատ լինի։ Հետևաբար շատ կարևոր է գնալ ընտրությունների ու ընտրություններով արձանագրել ԿՊ-ի պարտությունը։ Պարոն Արաքելյան, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ով ձեր նախկին աշխատակիցն էր, նրա հետ հարաբերություններ ունեք այս պահին, ինչ մակարդակի վրա են այդ հարաբերությունները։ ԿՊ-ականներից որևիցե մեկի հետ հարաբերություններ չունեմ այն ժամանակվանից, երբ դադարել եմ աշխատել կառավարությունում։ Այսինքն խնդիրը միայն ԿՊ-ական լինելու մեջ է։ Հարաբերությունները խզվել են, որովհետև ԿՊ-ական Արմեն Փամբուխչյանը Չուզում անձնավորեմ հիմա, բայց առնվազն որևիցե հարաբերություն չունեմ եւ իրա եւ նաեւ էլ են եղել բազմաթիվ մարդիկ, ում հետ ունեցել եմ ընկերական հարաբերություններ, բայց այս պահին ցավոք հարցը քաղաքական պայքարը ասեմ տարբեր կուսակցություններ այն արժեքները, որ իշխանությունը որդեգրել է, որովհետեւ ինձ համար, մեր թիմակիցների համար քաղաքականությունից վեր կարմիրից եղել է Արցախը ու շարունակում է մնալ։ Իսկ կարող է քաղաքական պայքար լինել, տարբեր տեղերում թերացումներ, խնդիրներ, երբեք դա չեմ համարել անձնական հարաբերությունների վրա ազդեցության համար կարևոր գործոն, լինելով ընդդիմադիր իշխանություն, այսինքն տարբեր իրավիճակներում, տարբեր քաղաքական կարգավիճակ ունենալով շարունակել եմ ունենալ լավ հարաբերություններ, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձանց հետ, այս պահին էլ բացի ԿՊ-ից էլ կան քաղաքական ուժեր, որոնք ունեն այլ հարաբերություններ, որոնց հետ ունենք տարաձայնություններ, բայց կան նորմալ հարաբերություններ տարբեր անձերի հետ։ Բայց Արցախի նկատմամբ վերաբերմունքը ինձ համար անձնական կարմիր գիծ է, ոչ թե քաղաքական անձնական։ Ու այն մարդիկ, որոնց համար Արցախի նկատմամբ արկա է այն վերաբերմունքը, ինչ որ Նիկոլ Փաշինյանի, ինձ համար դա արդեն արժեքային համակարգի փոփոխություն է, ոչ թե քաղաքական կամ կուսակցական տարբերակ, մարդկային անձնական։ Այսինքն իմ համար Արցախը քաղաքական դիրքորոշում չէ, իմ համար Արցախը անձնական դիրքորոշում է։ Ու ցանկացած մարդ, անկախ կլինի քաղաքականացված, կուսակցականացված մարդ, այն մարդիկ, ովքեր որ Արցախի նկատմամբ ունեն այն դիրքորոշումը, ինչ որ ունի Նիկոլ Փաշինյանը, իմ համար այդ մարդկանց հետ շփման ժամանակ կա արդեն վերապահում։ Պարոն Արաքելյան, ձեր խոսքում նշեցիք, որ ձերբակալություններ են եղել, հա, մինչև ընտրությունները, նաև Գյումրիում տեղի ունեցան այդ ձերբակալությունները եւ կարծիքներ կային, որ դա հակառակ էֆեկտն է, այսպես ասած, ունենալու եւ ԿՊ-ի վարկանիշը նվազելու է։ Կիսում եք այդ տեսակետ, արդյոք ընտրությունների արդյունքի վրա դա ինչ որ կերպ ազդեց։ Դժվար է գնահատական տալ, որովհետեւ ընտրությունների արդյունքի վրա, քարոզարշավի վրա տարբեր գործոններ տարբեր ձև են ազդում, նույն գործոնը մի մասի վրա կարա դրական ազդի, մի մասի վրա բացասական։ Հետևաբար այդ քարոզարշավի ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, նաև հագեցած քարոզարշավ է լինում։ Ամեն դեպքում խնդիրը այն է, որ նույնիսկ եթե կան իրավական խնդիրներ, շատ կարևոր է, որ իրավապահ համակարգի գործողությունները չքաղաքականացվեն։ Այսինքն դա քաղաքական դաշտը չօգտագործի նույն ԿՊ-ն։ Որ կա եկել է քննչական կոմիտե, ԱԱՑ, դատախազություն, ինքն իր գործը, դրա մասին պետք չխոսել։ Որովհետև վստահ եմ այսօր, 3 վաղը մի շաբաթ առաջ էլի են տեղի ունենում ցավոք հանցագործություններ կամ խնդիրներ, որը զբաղվում է իրավապահ համակարգը, դրա մասին չենք խոսում, չէ՞։ Այսինքն խնդիրը դա է, ոչ թե որ եղան ձերբակալություններ, այլ ձերբակալությունները չպետք է երկու կողմից քաղաքականացվեն, եթե այդտեղ կա իրավական հիմք։ Իսկ երբ որ քաղաքականացվում են, այլ այդտեղ արդեն նույնիսկ պարզը չի դառնում, հա, այդ ճիշտ էր, սխալ էր, այսինքն ավելի շատ քաղաքական գործոնն է, որը բազմիցս ականատես ենք լինում, ոնց որ հիմա էլ հիշում են մարդիկ, որ հանցագործություն են արել, որ 7 տարի է այս իշխանությունը ոչ թե կարող էր, այլ պարտավոր էր այդ հանցագործներին, եթե արել են, դատապարտել եւ լինել արդեն ոչ թե խոսել ենթադրյալ հանցագործությունների մասին, խոսել դատանի վճիռների մասին։ Եվ պարոն Արաքելյան, ամփոփելով մեր զրույցը, ձեր խոսքում անդադ նշում եք, որ իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ ընտրությունների միջոցով։ Փաստացի ԿՊ-ի վարկանիշը, այո, որոշ համայնքներում նվազում է, որոշ համայնքներում ԿՊ-ն պարտվում է, ինչքան ժամանակ է մեզ պետք, որ լիարժեք, այսպես համապետական ընտրություններով իշխանափոխություն տեղի ունենա եւ հարցիս մյուս մասը մասնակցելու եք դուք ապրելու երկիրը համապետական ընտրություններին եւ ում հետ եք պատրաստ դաշինք այսպես կազմելու։ Ընտրությունները 1 տարի է մնացել, ել եմ ասում, այս պահին ցածր եմ գնահատում արտահերթ ընտրությունների հավանականությունը, հետաբար այս 1 տարին էլ այդպես երկար ժամանակ չի, պետք է ընդդիմադիր ուժերը պատրաստվեն, որը նորմալ ժամանակ հատված է իշխանափոխություն իրականացնելու համար, եւ միանշանակ մասնակցելու ենք,
ինքնանպատակ չէ մասնակցությունը նաև համագործակցության տեսանկյունից, այսինքն այն արժեքները, այն սկզբունքները, այն մոտեցումները, որոնք այս պահին մեր կուսակցությունը որդեգրել է, դրա շրջանակներում կան տարբեր քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի հետ, բաց ենք մենք այդ մասով, այսինքն քննարկումները կան, ժամանակներ կան, տեսնենք ոնց կստացվի, այսինքն մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռևս քննարկումների փուլում ենք, այսինքն կամ կմասնակցենք միայնակ առանձին, եթե կստացվի արդյունավետ համագործակցություն, որ ավելի մեծ ազդեցություն կունենա ԿՊ-ին իշխանազրկելու մասով, առանց որևէ մեծ ամբիցիաների մենք պատրաստ ենք այդ համագործակցությունով գնալ։ Իսկ կան ուժեր, որոնց հետ համագործակցությունը բացառում եք։ Բացառությամբ քաղաքացիական պայմանագրի։ Քաղաքացիական պայմանագրի եւ նաեւ այն ուժերի, որոնք աջակցում են քաղաքացիական պայմանագրին եւ նաեւ բազմիցս առիթ ենք ունեցել ասել, որ նաեւ նախկին իշխանությունների բարքերին վերադարձ չի կարող լինել եւ այն քաղաքական ուժերը, ովքեր շարունակում են նախկին իշխանությունների բարքերը կարևորել, դրանց հետ էլ ենք բացառում։ Հետևաբար այս պայն իհարկե քաղաքական դաշտը բավականին խառն է, հա, որովհետեւ տենց ռեբրենդինգներով փորձում են նաև քաղաքական դաշտում նորից երևալ, շփումները շարունակվում են, մենք ընդհանրապես նաև որդեգրում ենք թափանցիկության սկզբունքը, ցանկացած քննարկում, ցանկացած համագործակցություն, որը կստացվի, ամբողջ պատկերը հանրությունը դրա մասին կտեղեկանա։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Իմ հյուրն էր ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Կհանդիպենք։